Նորո։ Բարև Արշակ։ Բարև։ Դու ինչ ես անում ստեղ։ Ես ոնց հասկանում եմ երկուսս էլ նույն բանի համար ենք ստեղ։ Ու ճիշտ կլինի, որ խոսենք։ Բայց դու ինչ գիտես, ես ինչի եմ եկել ես տուն։ Ես շատ բան գիտեմ։ Ես գիտեմ, որ ես տունը Լաննայի մորաքրոջ աղջկա տունն է։ Ու լավ կլինի հանգիստ տեղ գնանք, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Կասեմ ինչ գիտեմ ու ինչի համար եմ ստեղ։ Լավ։ Ես հիմա խոսամ ու գնանք, լավ։ Լավ։ Նորո։ Էդ ջան, քեզ մի բան եմ ուզում խնդրեմ։ Եթե քեզ հարմար է, կարաս հիմա Արշակ ես տուն գնաս։ Արևի ու Մագդայի կողքին եղի, միջև ես զանգեմ, լավ։ Ինչի նորո բան ա եղել։ Ես հիմա Արշակի հետ եմ։ Բան կա խոսալու ու չգիտեմ ինչքան կտևի, դրա համար եմ ասում, գիտես շատ խառը շրջան է։ Լավ կլինի իրաց կողքին լինես։ Ռոբ ասում եմ կարող է գնանք բասկետբոլի խաղահրապարակ։ Մի քիչ կքայլենք, կխաղանք։ Եսի մալին։ Ռոբ բախրիս ամեն ինչ անում եմ, որ դու ցրվես, տրամադրությունդ փոխվի, իսկ դու համ դու ես կանչել դուրս, համ էլ հետս բարձ չես խոսում։ Դե ես էլ եմ Մարտալին։ Ես էլ կարամ տրամադրություն չունենամ։ Ձեր տանը ի՞նչ է կատարվում, ամեն ինչ նորմալ է։ Դե եթե չհաշվենք այն փաստը, որ Հասմիկը մեր տանն է մնում, Հա, նորոն հաստատ գժվել է։ ուղղակի չի ուզում տուն գա։ Բայց այդ մի կողմից լավ է, որ տունը շատ մարդ կա։ Դե ես մենակ եմ։ Քիչ տխուր անցնում։ Մեր տանը որ ուզես էլ տխուր չի անցնի։ Անդադար աղմուկ է, ամեն անկյունից։ Ալին հիշում ես, որ պատմում էիր, փոքրիկ քույր ունեիր, ինչ-որ տեղեկություն կա իրանից։ Ինչի հիշեցիր։ Դե ընտանիքից ենք խոսում, ասացի հարցնեմ։ Հիմա տեղեկություն չկա։ Չգիտեմ, Ռոբ։ Երևի դեռ Ամերիկայում են։ Լավ, արի քայլենք։ Արի նստի։ Մի քիչ նենց հարցեր, որ ճիշտ չէր, որ սրճարանում կամ մարդաշատ տեղում խոսայինք։ Նորո իմ համար տարբերություն չկա, թե որտեղ կխոսենք։ Ինչև բուն թեմային հասնել է, ուղղակի ուզում եմ, որ դու իմանաս, որ այն ինչ արել եմ, ու անում եմ այդ հանուն Արևի է։ Ես հիմա չեմ ուզում ձևականությունների հետևից ընկնեմ, կամ ինձ չկողմնորոշված մարդու պես բայեմ սուտ բաներ խոսեմ։ Չէ, այդ երեխեն իմ համար մեկ չի։ Ու ես իրոք անհանգստանում եմ իր համար, որովհետև ինչ էլ լինի Քույրը դա։ Հա։ Մտածում ես Արևի մասին, բայց դժվարանում ես ասես, որ քույրը դա Նորո։ Արշակ, դու շատ լավ գիտես, թե ինչի համար եմ դժվարանում։ Բայց ես հիմա չեմ ուզում մենք էլի անցյալ վերադառնանք ու այդ քննարկենք, որովհետև ես ու դու լրիվ ուրիշ հարցի համար ենք հենց հիմա իրար դեմ դիմաց նստած։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու իմանաս, որ եթե Արևը չլիներ, հաստատ իմացի, որ ինձ դուր չէի դա խառնվեի։ Ու իմ համար ընդհանրապես մեկ կլիներ,
թե Լաննան, թե իր չստացված կյանքը։ Լավ։ Նորո ինչի ես հետաքրքրվել Լանայով։ Ես երբ որ առաջի անգամ տեսա Լաննային, ես մի անգամից հասկացա, որ չեմ կարա իրան վստահեմ։ Չեմ կարա բացատրեմ թե ինչի, բայց մի անգամից զգացի, որ այդ կինը շատ խառը ու մութ պատմությունների մեջ է։ Ես ձեր տան մոտ կռվից հետո եմ իր հետ ծանոթացել։ Ու մի անգամից զգացել եմ, որ ինքը այն չի, ոնց իրան ներկայացնում է։ Հա, հիշում եմ։ Մենք այդ թեմայով արդեն ունեցել ենք զրույց։ Ես էլ եմ հիշում, որ քեզ ամեն ինչ ասեցի։ Ասեցի, որ այդ կինը ինձ հետ դուր չի եկել։ Ու եթե ես քո փոխարեն լինեի, հաստատ այդ կնոջի երեխուն մոտ չէի թողնի։ Կարճ ասած, այդ ամեն ինչից հետո ես հետաքրքրվել եմ իր հետ կապված։ Որովհետև ուզում էի հասկանալ ով է, ինչով է զբաղվում։ Ու որ ճիշտն ասեմ, հեչ լավ բաներ չեմ պարզել։ Ոնց ես։ Չգիտեմ։ Ամբողջ օրը Լանայի մասին եմ մտածում։ Դուք դեռ ոչ մի նորություն չունեք։ Չէ։ Բայց հետաքրքրվում ենք։ Հələ որ նորություն չկա։ Էդ իսկ եթե Լանան էլ չկա, եթե Կարենը սպանել է իրան։ Մագդա, ինչ ես խոսում։ Ախր դուք չեք լսել ինքը ոնց էր գոռում, այդ մենակ ես եմ լսել։ Բարևետ։ Արևս։ Ոնց ես։ Լավ եմ, բայց Մագդան լավ չի։ Համարյա միշտ տխուր է ու լացում է, ինձ էլ չի ասում ինչ ա եղել։ Արև ասել եմ, չէ՞ որ ուղղակի ինձ վատ եմ զգում։ Բայց դրա համար լացել պետք չի։ Հետո ինձ ես ասում մեծ աղջիկ ես։ Արևս որ խնդրեմ ինձ մի անջուր կբերես, չէ։ Մագդա, ինչքան կարաս քեզ զսպի լավ, երեխան որ հասկացավ կսկսի վախենալ։ Էլիզ, Նորոն ընդհանրապես հետս չի ուզում շփվի։ Ես ինձ արդեն վատ եմ զգում։ Կարողա չպետքա ձեր տուն գայի։ Հասմիկ խնդրում եմ չսկսես, ես ներվայնացած եմ։ Ինչ ա եղել։ Նոր լսում էի, թե ոնց է Նորոն հեռախոսով Արևի հետ խոսում։ Մի հատ էլ ջերմ այդ հեռախոսը փոխանցեց Ալինային։ Դե իմ համար այդ նորություն չի։ Ես քեզ արդեն ասել եմ իմ կարծիքը։ Նորոն շատ է փոխվել այդ ընտանիքի հանդեպ էլիս ու դեպի լավն է փոխվել։ Լսի, ես որ այդ տանն էի աշխատում։ Ես էլ զգում էի, որ օրերի ընթացքում ավելի ջերմ եմ սկսում շփվել Արևի հետ։ Բայց ես ամեն ինչ արեցի, որ այդ չշարունակվի։ Որովհետև ես հիշում եմ ինքը ում երեխան է։ Էլիս Նորոն կամաց սկսում է ընդունել Արշակին։ Ու պապատ կկարողանա ինչ-որ բան փոխել, այս իրավիճակը փոխել, ինքը կկարողանա այդ չսպասված հաշտության դեմն առնել էլիս։ Ու ինչ ես իմացել։ Այն որ Լաննան Ռուսաստանում հեչ լավ կյանքով չի ապրել։ Ու խոսքս բարոյականության մասին չի։ Նորո, եթե ի նկատի ունես Լանայի չստացված ամուսնությունը Կարենի հետ, ես դրա մասին տեղյակ եմ։ Լավ, եթե գաղտնիք չի ու կարաս ասես, օրինակ ինչ ա պատմել Կարենի հետ կապված կամ առասարակ։ Դե այն, որ այդ Կարենը իրան օր ու արև չի տվել։ Ինքն էլ հազիվ է իր ձեռքից ազատվել։ Հա, բան չեմ ասում, հնարավոր է։
Բայց օրինակ ուրիշ բան չի ասել, ոնց է նորից հայտնվել Հայաստանում, կամ օրինակ ուրիշ ինչ խնդիրներ ա ունեցել։ Չէ, անձնական չստացված հարաբերությունների մասին է մենակ խոսել։ Ու ինքն հենց է ներկայացել, որ իր միակ խնդիրը դա է։ Արշակ, Լաննային ու Կարենին շատ մեծ գողության մեջ են կասկածել։ Ինչ։ Իրանք մինչև հիմա էլ շատ լուրջ խնդիրներ ունեն օրենքի հետ կապված։ Լաննան մի կերպ կարողացել է փախնել գալ Հայաստան։ Կարենն էլ իր հետևից է եկել։ Հետո Լաննան դիմում է ներկայացրել, որ բաժանվեն, բայց Կարենը չի ստորագրել։ Կարճ ասած, այդ թեման մինչև հիմա օդի մեջ կախված է։ Ու այդ ամեն ինչից հետո Լաննան ու Կարենը շարունակել են իրար հետ կապի մեջ լինել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Լաննան քո տանն է աշխատել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Լաննան քո դիմաց նստած շատ մեծ սրտաճմլիկ դեպքեր ա պատմել իր կյանքից։ Հա, ես բան չունեմ ասելու, հնարավոր է Կարենն է այդ գողությունը արել, ուղղակի Լաննային կասկածել են, բայց այդ շատ քիչ բան է փոխում։ Հետո ես իմացա, որ այդ Կարենը շատ մեծ պարտքեր ունի։ Նույնիսկ պարտքատերերից մեկի հետ եմ հանդիպել ու զրուցել։ Ու այդ տղեն ասեց, որ այդ Կարենը հանուն փողի ամեն ինչի պատրաստ է։ Հետո սկսեցի մտածել, որ այդ Լաննան հատուկ նպատակով է մտել քո տուն։ Որ թալանի։ Դու այդքան էլ աղքատ մարդ չես, չէ՞ Արշակ։ Կարճ ասած, ինչքան հետաքրքրվում էի Լաննայի հետ կապված, այդքան անհանգստությունը շատանում էր։ Հետո ավելի շատացավ այն ժամանակ, երբ որ արդեն պարզեցի, որ նույնիսկ անունն է խաբել։ Որ իր անունը Լաննա չի, Լիաննա է։ Նորո ես իր հետ խոսացել եմ այդ թեմայով։ Ինքը ասաց, որ փոքրուց իրան Լաննային դիմել ու ինքը դրան ասողեր։ Դե տենց էլ պետք է ասեր։ Բայց իր նպատակը ուրիշ բան է եղել։ Ուղղակի ինքը տենց է ներկայացել, որ դու չհասկանաս, թե իրականում ինքը ով է, որ չհիշես։ Այսինքն ես ինչ պետք է հիշեմ։ Էլիզ, ես չեմ ուզում, որ դու մտածես, որ քեզ համոզում եմ ներես պապայիդ։ Բայց ինձ թվում է միակ ելքը էդ է։ Ալինան դեռ փոքր է, դուք հայր չեք տեսել, գոնե թող ինքը տեսնի։ Չգիտեմ հաս, այնքան դժվար է։ Դժվարը այն կլինի, երբ որ դու սկսես Արշակին ընդունել։ Ես երբեք տենց բան չեմ անի։ Էլիզ, ես ամենակիչը Նորոից էի դա սպասում, բայց ինքը փափկել է արդեն։ Ու Մագդան կարողացավ դրան հասցնել։ Եթե Նորոնն ընծանի, որ Արև ու Ալինան ավելի շատ սկսեն շփվել իրար հետ, ինչ ես անելու, Էլիզ։ Ես հենց դրանից էլ վախենում եմ։ Ինձ թվում է Նորոն որոշել է պատմի ամեն ինչ Ալինային։ Չգիտեմ, Էլիզ։ Հիմա ամեն ինչ քո ձեռքերում է։ Որոշողը դու ես։ Հաս, դու պատկերացնում ես, եթե ես պապայիս էլի շանս տամ, ու էլի հիասթափվեմ։ Եթե ես էլի հիասթափվեմ, եթե էլի սխալ անի։ Էլիս, հիմա եթեների հետևից ընկնելու ժամանակը չի։ Այս կյանքում պետք է ամեն ինչ փորձես։ Եթե չփորձես, չես հասկանալու։ Չգիտեմ։ Իրոք չգիտեմ ինչ անեմ հաս։ Մտածում եմ,
Նորոյի հետ խոսամ էլի։ Հիշացնեմ անցյալը։ Էլիզ այդ ոչ մի օգուտ չի տալու։ Նորոն քո վրա ջղայնանալու է ու ասելու է չխառնվես իր կյանքին։ Ու Մագդան հիմա շատ հստակ է գործում։ Ու Արշակն էլ։ Արշակ դու իմ ասածներին այդքան էլ լուրջ չվերաբերվեցիր։ Ավելի ճիշտ չէր կարող լուրջ վերաբերվել, որովհետև քո ու Լաննայի մեջ արդեն ուրիշ բաներ կատարվում։ Կներես, որ հիմա քո կողքին նստած քո անձնականից եմ խոսում, բայց ես ոնց հասկանում եմ, դու ինձ ուրիշ տարբերակ չես թողնում։ Ես քեզ ու Լաննային միասին տեսել եմ։ Նոր այդ կապ չունի։ Չէ, կապ ունի։ Ես քեզ այս ամեն ինչի մասին ավելի շուտ կասեի։ Բայց որպես տղա հասկանում եմ, որ ճիշտ չի, որ քիթս խոթեմ ուրիշ մարդկանց անձնականի մեջ։ Բայց դու Լաննան քեզ ինչ ասել է, փակ աչքերով հավատացել ես։ Լավ չես մտածել, որ օտար մարդ է, կարելի է ստուգել, հասկանալ իրականում ինչ է կատարվում։ Գիտես ինչի, որովհետև էլի տարվել ես։ Տարվել ես իրանով։ Կբացատրես ոնց է ստացվում, որ նորից մենակ քո մասին ես մտածում։ Չնայած սխալ հարց եմ տալիս։ Նույն բանը արել ես 10 տարի առաջ։ Բայց լավ, գոնե մենք օտար էինք, ուրիշ մարդ էինք, բայց հիմա արև կա, արև Արշակ։ Նորո, սխալ բաներ ես խոսում։ Քեզ թվում է ես իմ երեխու մասին չեմ անհանգստանում։ Ուղղակի այդ ժամանակ ես վստահել եմ Լանային։ Վստահել ես այն ժամանակ, երբ որ քեզ ասել են։ Զգուշացրել եմ, որ մի բան այն չի, որ հետևողական լինես։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ու Շուշանի հարաբերություններին, ես ձեր վրա թքած չեմ ունեցել, Նորո։ Ես մենակ իմ համար չեմ ապրել։ Ես ձեր հանդեպ քայլ եմ արել, բայց դուք չեք ընդունել ինձ։ Դուք չթողեցիք, որ ես ձեզ մոտ գամ։ Լավ արի, եթե հիմա չքննարկենք։ Ու աշխատի էլ չհամեմատես։ Որովհետև քո մոր ու իմ հարաբերությունները լրիվ ուրիշ ա եղել։ Ես ի տարբերություն քեզ մենակ իմ մասին չեմ մտածում։ Ու ստեղ էլ հիմա արևի համար եմ։ Արևի մասին մտածելով եմ ստեղ։ Ու դրա համար եմ հիմա ինձ զսպում։ Անընդհատ պետք չի կրկնել, որ դու այդ ամեն ինչը արևի համար ես անում։ Ես այդ շատ լավ հասկանում եմ։ Ու ես քո քայլը որպես բարեկամական նշան չեմ ընդունում։ Հանգիստ եղի։ Շատ ավելի լավ։ Ուրիշ ինչ-որ բան ունես Լանայի մասին հարցնելու։ Դե հետո երբ որ հասկացա քո ու Լաննայի մեջ ինչա կատարվում, հույսս կտրեցի։ Հասկացա, որ պետք է ինքնուրույն ամեն ինչ պարզեմ։ Ու հետո հետաքրքրվեցի։ Գտա մորաքրոջ աղջկան։ Այդ կինը ինձ նենց բան ասաց, որ մինչև հիմա ուշքի չեմ գալիս Արշակ։ Ու ինչ ասել։ Են որ Լաննան 16 տարեկանում երեխա է ունեցել։
ու այդ երեխուն թողել է մենակ ու գնացել է երկրից։ Թամարտատ, ես Էլիզի հետ խոսել եմ։ Արդեն կարաք զանգեք Բաբկենին, ասեք, որ սկսի քայլեր անել։ Ինչ լավ է բալես ապրես։ Ես շատ եմ ուզում ձեզ օգնել։ Բայց հաստատ արդեն ժամանակն է։ Հա, Էլիզը արդեն մտածում է այդ ուղղությամբ ու ինձ թվում է, որ մի անգամ էլ հանդիպեն, ինչ որ բան կփոխվի։ Ուրեմն ես կխոսեմ Բաբկենիս հետ, կզանգեմ, կասեմ։ Հա, բայց կասեք, որ շատ կտրուկ բաներ չանի, որովհետև եթե Էլիզը իմանա, որ ես ձեզ օգնում եմ, ինքը ինձ կյանքում չի ներելու։ Չի անի բալես հանգիստ տեղի։ Հո ես քեզ կրակը չեմ գցի։ Ամեն ինչ կանենք նենց, ոնց որ պլանավորել ենք։ Ես շատ եմ նեղվում, որ խաբում եմ Էլիզին, բայց իրա համար եմ անում, որովհետև եթե նորն ավելի մոտենա Արշակենց ընտանիքին, համ դուք եք փաստի առաջ կանգնելու, համ էլ Էլիզը։ Ճիշտ ես ասում։ Շատ ճիշտ ես ասում։ Կարճ ասած անչափահաս է եղել։ Երեխուն ունեցել է ու փախել է երկրից։ Նորո, հիմա ամեն ինչ մի կողմ ես դնում ու ինձ ասում ես, թե ինչ ինֆորմացիա ունես այս թեմայի վերաբերյալ։ Նորո խոսա, ես գիտեմ, որ դու շատ բան գիտես, ուղղակի խոսքդ շատ հեռվից ես բերում։ Հիմա այն պահն է, որ պետք է ամեն ինչ ասես։ Խոսա, Նորո։ Հա, մամ ջան։ Բաբկեն ջան, քեզ լավ նորություն ունեմ։ Հասմիկը խոսել է Էլիզի հետ, տրամադրել է, ասեց քեզ փոխանցեմ, որ արդեն կամաց քայլեր անես։ Ու ինչ ասել Էլիզը։ Չգիտեմ, ուղղակի ասեց, որ Էլիզը արդեն սկսել է մտածել այդ ուղղությամբ։ Ճիշտ ես։ Ուրեմն ես պետքա նորից Էլիզին հանդիպեմ։ Հա, Բաբկեն ջան, բայց աշխատի կտրուկ քայլեր չանել։ Հա, մամ ջան, հասկանում եմ։ Արշակ նախ հանգստացի։ Նորո, ով է քեզ այդ ինֆորմացիան տվել։ Ով է քեզ ասել, որտեղից դու գիտես։ Այ, ես շատ բան գիտեմ։ Բայց հաստատ չեմ ասելու, թե ով է ասել։ Ումից եմ իմացել։ Ինչ ես իմացել։ Շատ մեծ հավանականություն կա, որ Մագդան Լաննայի երեխան է։ Այդ գիտեմ, Արշակ։ Նորո հետ իմ ընտանիքի ամենամեծ գաղտնիքն է եղել։ Ես Մագդային որպես իմ քույր եմ մեծացրել։ Ու դրա մասին ոչ մեկ իրավունք չուներ խոսել։ Ոչ մեկ։ Ես երբ որ հանդիպեցի Լաննայի մորաքրոջ աղջկա հետ, ու իմացա, որ Լաննան շատ տարիներ առաջ տես բան արել, մի անգամից սկսեցի կասկածել։ Ու հետո միշտ էլ քո ու Մագդայի
տարիքային տարբերությունը ինձ շատ կասկածելի է թվացել։ Կարճ ասած, ես ամեն ինչ գիտեմ։ Դու գիտես ում երեխեն է Մագդան։ Աղբորը երեխեն է։ Այն աղբոր, որ իր արածների համար պատասխանատվություն չկրեց։ Այն աղբոր, որ անչափահաս աղջկան դժբախտացրեց ու իր կաշին փրկելու համար փախավ երկրից։ Ես որ Մագդայի ծնվելուց հետո գնացի հիվանդանոց, իմացա, որ երեխուն տարել են մանկատուն, հոգիս տակնու վրա եղավ նորը։ Ես չեմ հիշում, թե ոնց եմ հիվանդանոցից դուրս եկել ու գնացել մանկատուն։ Ես իմ կյանքի գնով եմ պայքարել Մագդայի համար։ Միչև որ կարողացել եմ խնամակալությունը ինձ վրա վերցնել։ Ու երբ որ առաջի անգամ գրկեցի Մագդային, ես խոստացա, որ ինքը չի իմանալու, թե իրականում ինչ է կատարվել։ Թույլ չեմ տա ճանաչի իր ծնողներին։ Որ անկարծ չմտածի, որ սխալ կապի ծնունդ է, որ լքված երեխա է, որ ոչինչ չարժի, ոչ իր հոր, ոչ էլ մոր համար, որ ամեն մեկն իր գլուխը պրկելու համար փախել է երկրից, իրան մենակ թողել։ Դու շատ մեծ բան ես արել Մագդայի համար։ Շատ մեծ։ Որը ես այդ գաղտնիքը որոշել էի իմ հետ միջև գերեզման տանել։ Բայց հիմա Եթե դու մտածում ես, որ ես պատրաստվում եմ Մագդային ինչ-որ բան ասեմ, չարաչար սխալվում ես։ Ես չեմ ուզում, որ Մագդան տանջվի, ված գա իրան։ Մագդան քո տված կյանքով է ապրել, քեզ որպես աղբեր է ընդունել, ու լավ կլինի, որ ամեն ինչ հենց տենց էլ մնա։ Բայց արի չմոռանանք, որ այս պատմության մեջ Լաննա ու Կարեն կան։ Ու իրանք հաստատ առանց նպատակ չեն հայտնվել մեր կյանքում։ Ես այդ երկուսին էլ կվերացնեմ Մագդայի ճանապարհից։ Կվերացնեմ։ Ռոբ այնքան մռուտներդ կաղքալեցի, որ արդեն իմ տրամադրություններ ընկավ։ Ալին, ինչ ես ուզում։ Ուզում եմ ուղիղ ասես։ Ինչ ա եղել ու ինչ ես տխուր։ Դե Ալին, ասեցի տխուր չեմ։ Չես վստահում ինձ էլ։ Թե քո համար արդեն ձանձրալի է իմ հետ խոսելը։ Գժվեցիր Ալին։ Ռոբ, ես ինչ որ բանից որ նեղացած եմ լինում, քեզ միշտ ասում եմ, չէ՞։ Միշտ պատմում, կիսվում եմ, չէ՞։ Իսկ դու այսօր հետս բառ չես փոխանակում։ Ընկերներ ենք, չէ՞։ Որովհետև չգիտեմ, քեզ ասելը ճիշտ է թե չէ։ Այսինքն, Ռոբ, այդ ինչ պետք է ասես, որ չգիտես։ Լավ, ես ոնց չէի հասկացել։ Ախր մի անգամ այդ աղջկան տեսել եմ շատ հեռվից։ Բայց ինչի է եկել։ Կամ ում հետևից է եկել։ Մագդայի։ Կամ էլ գումարի։ Ես մտածում եմ, որ այդ Կարենի ու Լաննայի ուզածը ավելի շատ փողն է։
Արշակ ինքին սպառնացել է։ Արևով է սպառնացել։ Ինչ։ Հասկանում եմ, իմ ասածները ոչ մի արդարացում չունեն, բայց ես այդ ժամանակ ուրիշ ելք չեմ ունեցել, Արշակ, ես ընտրության հնարավորություն չեմ ունեցել։ Ես քեզ ասել էի, չէ՞ որ այդ Կարենը պարտքերի մեջ թաղված է։ Լավ։ Լանան այդքան սրբություն չունի, հա։ Հերիք չի թողել երեխուն փախելա մի հատ էլ հետ է եկել, որ գողություն անի տանից։ Իսկ դες բան եղել է, Արշակ։ Քեզանից գումար ուզել է, կամ ինչ-որ բան գողացել է։ Հա, գողացել է։ Այ, փաստորեն ես ճիշտ էի մտածում։ Լանան ուզեցել է գումարով Կարենի բերանը փակի։ Որովհետև Կարենը ամեն ինչ գիտի։ Կամ էլ իրոք օգնում է։ Արշակ, ես ասում եմ Կարենն ու Լաննան ուղղակի չեն հայտնվել։ Իրանք հաստատ ինչ-որ բան մտածում են։ Տես մենք չենք ուզում, որ Մագդան իմանա։ Բայց իրանք կարող է հակառակն են ուզում։ Հասկանում ես։ Արշակ ուր ես գնում։ Նորո, ես չեմ կարող թույլ տամ, որ Մագդան տանջվի։ Ոչ մեկ չգիտի ինչ է նշանակում Արշակին խաբել կամ Արշակին տանիքին մոտենալը։ Բայց ինչ ես ուզում անես, ինչ կա մտքիդ։ Ժամանակն է, որ արդեն ես գործեմ։ Արշակ, լավ չես։ Արշակ։ Արշակ, լավ չես։ Չէ, նորմալ եմ։ Օգնեմ։ Նորմալ եմ, Նորո, թող։ Ոչ մի բան, Ալին, արի քեզ ճանապարհեմ տուն։ Մինչև չասես ոչ մի տեղ էլ չենք գնալու։ Ալին, ասեցի հետո կխոսանք, խոստանում եմ։ Ռոբ, հիմա ես ինչ խղճով տուն գնամ։ Դե լավ էլի։ Հիմա գնա տուն ու առաջարկիս մասին մտածի։ Արվի հետ խոսա, որ մեր հանդիպումը լինի։ Ինձ թվում է լավ ժամանակ կանցկացնենք։ Լավ։ Բայց խոստացիր, որ պատմելու ես։ Վաղը դպրոցում։ Կտեսնենք։ Եթե չպատմես, Ռոբ, նեղանալու եմ։ Ալին, ասեցի տղայական թեմաներա։ Կռիվ ես արել։ Արի քեզ ճանապարհեմ տուն։
Ալին, իսկ կարող է հիմա զանգես Արևին։ Հիմա։ Դե հա, ինչ կլինի։ Համել եթե պատրաստ լինի ու թողեմ, հիմա կգնանք իր հետևից։ Ռոբ, տուն ենք հասնում արդեն։ Հա, այդ ընդհանրապես կապ չունի, զանգի էլի։ Ուզում եմ հասկանամ ինչի միանգամից Արևի մասին սկսեցիր մտածել։ Այսինքն։ Դե առաջ ոչ մի բառ չէիր ասում իր մասին։ Հիմա միանգամից ուզում ես որ երեքով հանդիպենք։ Հա, Ալին, ինչ կա դրա մեջ։ Ես գիտեմ, որ դու այդ երեխուն շատ ես սիրում։ Դրա համար ասի մի հատ նորմալ ծանոթանանք։ Իսկ մի քանի օր առաջ չգիտեիր։ Ես իր մասին քո մոտ խոսել եմ, չէ՞ Ռոբ։ Լավ դե Ալին, հիմա ընդամենը ուզում էի ծանոթանայի։ Եթե չես ուզում, կարաս չզանգես։ Լավ։ Ալինանա։ Հա, Ալին։ Արև ո՞նց ես։ Ինչ ես անում։ Էդոնա եկել մեր տուն, նստած ենք։ Դու ինչ ես անում։ Լսի լավ առաջարկ ունեմ։ Հիշում ես Ռոբին։ Քեզ պատմել եմ իր մասին, համել մի անգամ հերվից իրար տեսել եք։ Հիմա մենք իրար հետ ենք ու եթե պապատ թողնի ու քեզ հարմարա կարող է գանք քո հետևից։ Երեքով միտեղ գնանք։ Ալին, շատ եմ ուզում, բայց պապաս հիմա տանը չի, որ հարցնեմ։ Մագդան էլ հաստատ ասելու է չէ։ Սպասի պապան գա, լավ։ Հասկացա։ Կամ Ալին, ավելի լավ է թող մնա վաղը։ Ես այսօր պապային կհարցնեմ, վաղը գնանք։ Լավ։ Նրան ինչ ասեց։ Ասեց վաղը։ Լավ դե, դու բարձացի վերև ես էլ գնամ տուն։ Ես չգիտեի, որ դու երեխեքին այսքան շատ ես սիրում, Ռոբ։ Բա դու գիտես քեզ ինչի եմ այսքան սիրում։ Ինչ էր ասում Ալինան։ Ուզում էր Ռոբի հետ ծանոթացներ։ Հարցնում էր պապան կթողի, եթե իրանք հիմա կան իմ հետևից ու ես գնամ իրանց հետ։ Արև դու շատ փոքր ես ու միանշանակ պապատ չեր թողելու։ Բայց Ալինան ու Ռոբը մեծ են ու իրանք իմ հետ են լինելու։ Եթե պապան իմացավ, որ Ալինան իմ հետ է, հաստատ կթողնի։ Իսկ դու հիշում ես, որ դասերդ կիսատ ես թողել։ Լավ, գնամ էդ էլ ավարտեմ, թե չէ ես քո ձեռքից չեմ պրծնելու։ Վայ Մագդա։ Ալո։ Այդ Մագդայի հետ ես։ Հա, ինչի՞։ Ինչ ա եղել։ Արշակին հիվանդանոց եմ բերել։ Ճանապարհին վատացավ, շտապ օգնություն կանչեցի։ Մինչև հասանք հիվանդանոց, գիտակցություններ էր կորցրել։ Ինչ։ Ինչ ա եղել, որ հիվանդանոցում ա։ Դեռ ոչ մի բան չեն ասում։ Այդ բայց շատ վատ էր։ Ասե ուղակի մեն։ Լավ։ Դու ես ինչ ա եղել, ով է հիվանդանոցում։ Մագդա։ Նա Արշակն ա վատացել։